վաղ արտադրության անալոգային կամ համեմատաբար նոր, բայց BVB-T2 ստանդարտին չհամապատասխանող հեռուստացույցները անհրաժեշտ է համալրել հատուկ ապակոդավորող կցուրդ սարքերով, set-top box-երով։ Նախ պետք է միացնել թվային ընդունիչը հոսանքին, հետո թվային ընդունիչի վրա պետք է միացնել անտենայի կաբելը, հետո միացնում ենք թվային լարը, այսինքն HDMI կաբելը, թվային ընդունիչի վրա ու միացնում ենք նույն կաբելը հեռուստացույցի վրա։ Այս թվային ընդունիչի մենյուն է, այստեղից տալիս ենք ավտոպոիսկ։ Անալոգային հեռուստատեսային հեռարձակումը շուտով կդադարեցվի, փոխարինելու կգա թվային հեռուստատեսային հեռարձակումը, որակային տեսանկյունից դրանք գրեթե անհամեմատելի են, սակայն նշյալ փոփոխությունները իրենց հետ մի շարք խնդիրներ են առաջ բերել, բնակիչների մեծ մասը դեռևս չեն գնել թվային ընդունիչներ։ Հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը դրվեց 2009 թվականից։ Կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը։ Այն ակտիվ սկսվեց ծավալվել ու կիրառվել վերջին տարիներին, երբ որպես գլխադասային մարմին ամբողջական վերահսկողությունը դրվեց տրանսպորտի եւ կապի նախարարությանը։ Հայաստանի Հանրապետությունը կարող է գոհունակությամբ ասել, որ ստեղծել է թվային հեռարձակման մի ենթակառուցվածք, որը կարող է օրինակելի հանդիսանալ այլ երկրների եւ այդ թվում տեխնոլոգիապես առաջավոր երկրների համար։ Թվային հեռարձակման անցնելու գործընթացի ձգձգումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ սոցիալապես անապահով ընտանիքները չեն կարող սարքերը ձեռք բերել։ Կառավարության որոշմամբ պետբյուջեի միջոցներով գնվել եւ անապահով ընտանիքներին է տրամադրվել 48737 թվայնացման ընդունիչ սարք։ Մեր ընտանեկան նպաստը 31.5 բալ էր, մեզ չհասավ։ Մենք վիճակի չենք ոչ առնելու, ոչ էլ նման սարքեր տեղադրելու։ Հասարակությունը չհասցրեց ադապտանալ գործընթացին եւ դա իր հետ կարծում եմ լրացուցիչ խնդիրներ կբերի բնակչության համար, այն առումով, որ շատերը մասնավորապես Գյումրիում սոցիալական պայմաններից դրդված չեն կարողանա նորը գնել, իսկ այսօրվա հասարակության ինֆորմացիայի աղբյուրը հիմնականում հեռուստատեսությունն է։ Տեղակ ենք, տարբեր հնարավորություններին է, տարբեր արժեքների է։ Ուղղակի պետք է կողմնորոշվել, թե մեզ ինչ է պետք, որ արժեքին նախապատվությունը տանք։ Մի ամիս առաջ գնեցի, տեղավորեցինք, բայց ասել են, որ 6 ամիս են հետաձգելու, 2 ամիս անց անջատեցին։ Ցայգնել ենք դիտում կաբելային հեռուստատեսությամբ, շատ պարզ, նկարը պարզ, նորմալ երևում է։ Մինչ այդ կաբելային ոչ չունեինք, ցայգը չէր բռնում։ Մեր հեռուստացույցը այդ հնարավորությունը տալիս է, որ առանց այդ սարքի մենք կարողանանք օգտվենք բոլոր ալիքներից։ Ժողովրդի բերանով ասած, ասում են մի քիչ ոնց որ ավելի լավն է, ավելի պարզ է, ավելի գույները իր տեղին է, նորմալ է ոնց որ թե, էլի այդպես ասում են, բայց մինչև որ չօգտագործես, չտեսնես, տարբերությունը ոնց կզգաս։ Ցանկալի է այդ սարքավորումները տային մարդկանց, կնանան հանգիստ նայեն, թե չէ կամ տելևիզորներով դիտապեն կամ թազա առնին։ Ներդնելով եվրոպական լավագույն փորձը տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց փակbaşնետիրական ընկերության կողմից կատարվել են համապատասխան բոլոր աշխատանքները Հայաստանում նույն որակն ու ստանդարտներն ապահովելու համար։ Հեռարձակման համար նախատեսված այդ ծրագրային փաթեթները գնում են դեպի մարզեր եւ այնտեղ տեղադրված սարքավորումներով հեռարձակվում են։ Ուստեղ ձևավորվում է Երևանյան 3 այդ փաթեթը ծրագրերի 6-ական ալիքով, իսկ մարզեր ուղարկվում է 9 ալիք, որոնցից 8-ը հանրապետական սփռման ալիքներն են, իսկ մեկը տվյալ մարզից ստացված մարզային ալիքն է, որը նույնպես թվայնացվում է եւ ընդհանուր փաթեթի հետ հաղորդվում է դեպի մարզեր։ Նոր սերնդի հեռուստացույցները սովորաբար ունեն DVB-T2 ձևաչափի հեռարձակման ընդունիչ։ Եթե հեռուստացույցը չունի նման ընդունիչ, իսկ դրանք 20-ից 30 տարի առաջ արտադրված հեռուստացույցներն են, ապա հարկ կլինի կամ փոխել այն կամ էլ գնել DVB-T2 սարքը, որի արժեքը տատանվում է 10-ից 25 հազար դրամի սահմաններում։ Հեղինե Մանուկյան, Արթուր Մարգարյան, այսօր։